սրանք Իրանի հետ նույն խաղն են խաղում ինչ որտեղ, ինչ որ Ռուսաստանի, որովհետև իրենք չեն այդ ամեն ինչը որոշող ու տերը, հասկանալի այդ ամեն ինչի։ Կան, այսպես ասած, կուրատորներ, որոնք ասում են, սրանք էլ անում են։ Ձևի համար ես դա լուրջ չեմ կարող ընդունել։ Գուցե իրանցիք շատ են պնդել, փորձում են ինչ-որ ձևով ինչ-որ բան ստանալ, ինչպես ասենք ռուսները կապանում այդ գլխավոր հյուպատոսության հարցը դեռ լուծված չէ, այո։ Եվ քանի որ մեր ղեկավարությունը քաղաքական շատ խելացի է եւ բոլորին կարողանում է ֆռացնել, այս մոտեցումն է այդ ամեն ինչի նկատմամբ։ Դրա տակ ես զորավարժություն ասել։ Այսինքն ժեստ եք դիտարկում զուտ Իրանի պնդումների։ Հիմա գիտեք, դրանից կարող է օգտվի օրինակ Ալիևը։ Հա, տեսնում եք Հայաստանը ինչ բաներ ունի, Իրանի հետ դաշնակցելու է։ Բայց զսպող դեր չի կատարի այդ փաստն ինքնին Ադրբեջանին։ Որն է դրա ուժը։ Իրանական գործոնը ամեն դեպքում ինչ որ ուղերձ չի հողում։ Իրանական գործոնը սրանք համաձայնվեն, չհամաձայնվեն միշտ լինելու է։ Այսինքն հույս դնել, թե սրանք փոխել են իրենց դիրքորոշումը, այսինքն Իրանի հետ դաշնակցում են, Ռուսաստանի հետ կդաշնակցեն, որպեսզի պաշտպանեն իրենց ինքնիշխանությունը, դա կհասկանայի, բայց դա չկա։ Այդ բանը գոյություն չունի, սա ուղղակի նորից այդ թոս փչելու տարբերակն է եւ ես չեմ կարող սա լուրջ ընդունել։